Խաղություն Աստծաժողովուրդ։ Խաղություն, սիրելի քույրեր, եղբայրներ։ Աստված շատ օրհնի ձեզ։ Մեզ էլ ու ճիշտ։ Բռնենք, հասկանանք, ասենք։ Հարց են ուղղել նույնպես։ Մեր Տիրոջ խաղաղությունը, սիրելի եղբայր եւ քույրիկ ջան։ Աստված թող շատ օրհնի քեզ եւ քո ընտանիքը եւ ամենալավն եմ ցանկանում՝ ապաշխարություն եւ փրկություն։ Խնդրում եմ հաղորդում պատրաստելիս իմ հարցի պատասխանն էլ հոգևոր խորհրդով Ելից 20-22-ից մինչև 26 համարը սպասում եմ նախապես շնորհակալություն։ Ելից 20-րդ գլուխ 22-ից 26 համարները։ Շնորհակալություն հարցի համար։ Սիրելի հարցնող, ես անկեղծ ուրախանում եմ մենակ որ հոգևոր, ուզում են հոգևոր պատասխանը։ Պատմությունից մարդը հոգնում է։ Պատմությունը գրված է, ինչ կա մեկնելու։ Գրված է բարձ։ Ինչ գրված է, ինչ կա գրված է։ Բայց որ հոգևոր խորհուրդ եք ուզում իմանալ, սա հոգի ու կյանք է, սա Տերը օրհնի ձեզ, լավ, կարդում եմ։ Կարդամ, խոսանք, մեկնենք հոգևոր իմաստով, թող Տերը շինություն տա մեր ամենքիս էլ, մեր ներսի աշխարհը թող բացվի մեր առաջը, մենք մեզ ճանաչենք, ով ենք մենք։ Աստծո առաջին։ Ուրեմն 22-ից 26-ը։ Եվ Եհովան էսի պատվիրանների գլուխն է, 10 պատվիրանների, ու վերջամասն է էսի գրված, եւ Եհովան ասաց Մովսեսին. Այսպես ասես Իսրայելի որդիներին. Դուք տեսաք, որ երկնքիցը խոսեցի ձեզ հետ։ Սենց ես հատված, էլի, միտք, կարդամ ու կանցնենք առաջ, որպեսզի ասենք ընդհանուր առմամբ բան չլինի։ Չխառնվի իրար, էլի։ Եհովան ասում է Մովսեսին. Դուք տեսաք, որ Իսրայելի ժողովրդին ասա, որ դուք տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեր հետ։ Սա ինչ է նշանակում, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Մովսեսը մենք գիտենք, ջրից ծնվածն է, իմաստությունից ծնվածն է։ Մեր ամենքի մեջ կա Մովսես։ Մովսես բնագրով, Մովսես մարդը չէ, մենք որ ասում ենք Մովսես պատկերացնում ենք մի հատ ալեհեր մարդու։ Ոչ, Մովսես նշանակում է ջրից ծնված, իմաստությունից ծնված։ Ամեն մի հավատացյալի մեջ կա իմաստությունից ծնված, ջրից ծնված մի հասկացողություն, որը Մովսեսը հիշեք, որ հանեց Եգիպտոսից։ Այդ իմաստությունն է մեզ, որ ապաշխարության է տանում, հանում է մեղքի մարմնիցը մեզ։ Հիմից տեսեք, այդ Մովսեսին իմաստությանը, մեր միջի իմաստությանը, Աստված խոսում է, սիրո խոսքը խոսում է մեր մեջ։ Տեսակ, որ ես ձեր հետ երկնքից խոսացի։ Այսինքն շատ ժամանակ մենք որ կարդում ենք մարմնավորը չի համապատասխանում, չի զուգաբի տիպում, կամ առասպելով ենք, կարծես թե առասպել լինի գրված։ Կարդում ենք, վայ Աստված սերա բան չի սպանեց, ինչ գենոցիդ արեց, խի սենց արեց, չենք հասկանում։ Դրա համար ասում ենք, էսի բան է, հոգևոր խորհուրդ կա սրա մեջ։ Հենց այս մասին է, մեր իմաստությունը հենց գալիս է այդ պահը, որ տեսնում ենք, որ մարմնավորը հնարավոր չի, այդ պահին Աստված խոսում է մեր իմաստության հետ, որ ես երկնքից խոսեցի ձեր հետ, երկնային խոսքեր են սրանք, ոչ թե մարմնավոր, ոչ թե պատմություն։ Եվ մեր միջի իմաստությունը, այսինքն Մովսեսը մեզ հասկացնում է, որ Աստված հոգի է, երկնքից է խոսում մեր հետ։ Ու շարունակում է 23-րդ խոսքը. Ինձ հետ հավասար արծաթե աստվածներ չշինեք, ոչ էլ ոսկե աստվածներ շինեք ձեզ համար։ Ինձի հավասար արծաթե աստվածներ չշինեք։ Չէ՞, հավասար։ Ինձի հետ հավասար արծաթե աստվածներ չշինեք։ Ինչ է սա նշանակում, սիրելի հարցնող, հոգևոր իմաստով։ Աստված սերը մեր մեջ ամենակարող է, ամենազորավոր է։ Սերը մեր մեջ ամեն ինչ հաղթում ու ամեն ինչ անում է։ Եթե ես սիրով հաղթեմ, սիրով վարվեմ, չէ՞, այսինքն Աստծո վարվեմ։ Եթե ես սիրով վարվեցի, այսինքն Աստծո վարվեցի, ես կհաղթահարեմ ամեն տեսակ ատելությանը, ամեն տեսակ դատին ու բամփասանքի, կհաղթահարեմ ամեն տեսակ չարությանը, ամեն տեսակ մեղքին կհաղթեմ ես։ Բայց եթե սերը իմ մեջ պակաս է, այսինքն սիրուց ես հեռացած եմ, ես կուլ եմ գնում, այսինքն պարտվում եմ այդ չարությանը, մեղքին։ Դրա համար ստեղ սերը ասում է ինձ համար հավասար արծաթե աստվածներ չշինեք։ Արծաթն ու ոսկին էլ մենք գիտենք հոգևոր իմաստով
Տեսեք, քանի որ երկրավոր օրինակով մենք պատկերացնում ենք երկնայինը, Քրիստոսն էլ երկրային օրինակներով չի ասես, երկնքի արքայությունը նման է ծովը գծած ուրկանի կամ մի կնոջ, որ 3 դրի վարուրի մեջ թաքցնում է խմորը կամ սերմ ցանող մեկին, այսինքն երկրավոր օրինակներով երկնավորն ենք մենք, հոգևորն ենք հասկանում։ Դրա համար արծաթ եւ ոսկին երկրավոր իմաստով ի՞նչ է նշանակում։ Արծաթն ու ոսկին թանկարժեք մետաղներ են։ Թանկարժեք մետաղներ են։ Այն մարդը կոչվում էր հարուստ, ով ուներ շատ ոսկի կամ շատ արծաթ։ Հիմի Եհովա Աստվածը սերը, մեր միջի սերը, այն սիրո աղբյուրը, անսահման սերը մեր միջի, որը երկնային է, որը Աստված է հենց, Եհովա Աստվածն է հենց այդ սերը։ Մեզ ասում է ինձի հավասար, այսինքն սիրուն հավասար Աստվածներ չսարքես։ Ոչ քո համար ոսկի, ոչ էլ ինձ այդ հավասար արծաթ։ Այսինքն սիրուն չհավասարացնես քո հարստությունը։ Մեր հարստությունը ո՞րն է։ Իմ հարստությունը, օրինակի համար, հոգևոր հարստությունը աստվածային հայտնություններն է, աստվածային գործերն է, աստվածային իմաստությունն է, իմ հայտնությունը, ամեն մի հավատացյալի հայտնությունը։ Դրա համար սերը ասում է ինձ հետ հավասար չընդունես, սիրուս բարձր, այսինքն սիրուն հավասար, ոչ մի քո հարստությունը չհավասարեցնես սիրուն։ Սերը ամենաբարձրն է։ Շատ մարդիկ, տեսեք ստե մարմնավորը, քանի որ Աստծո խոսքը Երեսայի սուր է, մարմնավորն է գալի, հարուստ մարդիկ, սենց են մտածում, կամ հարուստները չէ, թեկուզ աղքատները մտածում են Աստված սեր է, ինձ ասերա դու հարուստ պետք լինես, ու իրանց միտքը արդեն այդ մա գումարը հարստության, ստացվածքը։ Ու իրանք ձգտում են ամեն կերպ, թե մարդկանց խաբելով, թե չգիտեմ տասանորդ հավաքելով, թե չգիտեմ ինչերով, որ հարստանան։ Ու երբ որ հասնում են իրաց նպատակին, հարստանում են, սա Աստված օրհնեց ինձ, տեսնում ես ինչեր ունեմ։ Դուք էլ ապաշխարեք, որ սա Աստծո հավասար արծաթի ու ոսկի աստվածներ, կուրքեր սարքելն է։ Դրա համար ասում եմ ինձի հավասար չսարքես, հարստությունը չհավասարեցնես ինձի, քո հարստությունը։ Ինքը ամենաբարձրն ու ամենաթանկն Աստված մեր մեջ։ Նրան հավասար ոչ մի բան չկա, թե երկրավոր հարստությունը, թե հոգևոր։ Աստվածաշունչը եթե այս անգիր իմանա, վատ չի, լավ է։ Բայց ինքը օգուտ կտա ինձի, որ Աստուն հավասար, որ աստվածային չի էդի։ Իսկ եթե աստվածային է, իրան հավասար ոչ մի բան չկա։ Մելա, որ հանգարց մի բան պակաս կասեմ կամ ասեմ, դժվարանում եմ էլի ասենք այդ խորը մտքերը, բառերը ոնց որ չերիքի։ Օգտա ինձի կամ ասա ոնց, նորից կկրկնեմ ուրիշ տեսանկյուններից, մի խոսքով որ հասկանալի լինի։ Ինձ համար հողի սեղան շինի եւ նրա վրա մատուցրու քո ողջակեզները եւ քո խաղաղության զոհերը, քո ոչխարները եւ քո աչառները, եւ ամեն տեղ ուր որ իմ անունը հիշել կտամ, քեզ մոտ պիտի գամ եւ քեզ պիտի օրհնեմ։ Տեսեք, իմ համար հողի սեղան շինի։ Հողից շինի սեղանը։ Ինչի համար հողից շինի։ Մենք ինչ ենք։ Մենք հող ենք, հոգևոր իմաստով սիրելի հաստվող դու ասել ես սրա հոգևոր մեկնությունը։ Մենք հող ենք, Ադամ ենք մենք։ Դու ոնց կաս, հող ոնց կաս, ոնց մեղավոր մենք կանք, մեր մեղավոր վիճակով, այսպես մենք մոտենանք Աստծուն, այսպես ներկայանանք Աստծուն։ Երբեք չասենք, Տեր Աստված, ես արդար եմ, նրա պես չեմ։ Հիշեք մեղավորի ու մաքսավորի ու բանի աղոթքը մեղավորի։ Որ ասում է ես սրա պես չեմ, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, տասանորդ եմ տալի, եկեղեցի եմ գնում, աղոթք եմ անում օրը քանի անգամ։ Չարդարացրեց դրան Հիսուս Քրիստոսը, որովհետև ինքը հողի սեղան չէր սարքե, ինքը հող է, բայց ինքը վերևից էր նայում այն մարդկանց իր եղբայրներին, հողեղեններին։ Դրա համար ասում է ոնց կաս Աստծո առաջ դու տես ներկայացի։ Քո մտքի աշխարհում դու գիտես քո մեղքերը։ Դու հենց այդպես մեղքերով գնաս ու ասես ես մեղավոր եմ, Տեր։ Ես գիտակցում եմ, ես ճանաչում եմ, ես հասկանում եմ, որ մեղավոր եմ։ Օգնա ինձի։ Այսի քո հողի սեղան շիներն է։ Բայց որ Տիրոջ առաջին ասես, այսքան քեզի պաշտում եմ, այսքան եկեղեցի գնացի, այսքան էս արի, այն արի, ինձ ես բան արիր, հատուցանեցիր, դա արդեն հողի սեղանով չես մոտենա։ Արդեն գործիքով տաշում ես, սիրունացնում ես քեզ։ Դրա համար ասում եմ, եթե երկաթի գործիք բարձրացրեցիր քո վրա, եթե քեզ սիրունացրեցիր, եթե քեզ արդարացրեցիր, դու պղծում ես արդեն քեզ։ Դրա համար հողի սեղան շինի ինձի։
քո ու այդ հողի սեղանի վրա քո ոչխարները, աչառները, անասունները մնացած ինչ որ զոհ կանես, հողի սեղանի վրա զոհա։ Ոչխար աչառները նորից եմ ասում, ստացվածքի խորհրդապատկերն է, կենթանիները, էլի հարստություն են սրանք, էլի մեր գործերն են։ Ես երբ որ գառեմ մատուցանը ասում, իմ խոնարհությունը դա գառի զոհաբերություն է ասում։ Եթե մեկի ինձի անիծում է, ես օրհնում եմ իրան, դա գառ մատուցանեցի ասում, իմ հողի սեղանի վրա գառ մատուցանեցի ասում, դա ընդունելի է արդեն ասում։ Հասկանում եք, ինչ որ ասում կմատուցանես, այսինքն ինչ ապաշխարություն որ կունենաս քո մեջ, ինչ որ ասում, գոյություն կանես, գործեր կանես բարի, ինչ որ անես հողի սեղանի վրա արա։ Այսինքն դու հասկացի, որ դու հող ես, դու ոչինչ ես, դու ворթ ես Հոբի խոսքերով, Դավիթի խոսքերով ասված, մարդը ոչինչ է ասու խոսքերով ասված, մարդու մեջ բարի բան չկա, ինչ էլ կա Աստվածանից է, Աստվածային խոսքերով ասված։ Դրա համար դու քեզ տեսնում ես, որ դու չես այդ որ արեցիր, դու ոչինչ ես, Աստված արեց է։ Ինչ որ բարի գործ կանես, քո հողի սեղանի վրա արա։ Եվ շարունակության մեջ ասում է քո եւ ամեն տեղ ուր որ իմ անունը հիշել կտամ, քեզ մոտ պիտի գամ եւ քեզ պիտի օրհնեմ։ Աստված, Եհովա Աստվածը ոնց է իր անունը հիշել տալի։ Իր անունը կհիշեք Եգիպտոսի փարավոնի մասին ասեց, որ ես Եգիպտոսի փարավոնի սիրտը խստացրեցի, որ իմ փառք երևա իմ ժողովրդի մեջ։ Այսինքն Աստված որ ուզում է փառք իր երևա, ինչ որ մի փորձություն է գալի մեր առաջ։ Ինչ որ մի հատ իրավիճակ է ստեղծվում մեր առաջ, ու Աստված ուզում է փառավորվի ինձանով։ Մեկի սիրտը խստացնում է, որ ինձի բամփասի, ինձի անիծի, որ իմ միջոցով փառավորվի ինքը, այսինքն իր անեծքին ես օրհնությունով պատասխանեմ, Աստված կփառավորվի։ Այսինքն իր դադին բամփասակին ես աղոթեմ իր համար, Աստված կփառավորվի այդ դեպքում, ինձանով կփառավորվի։ Իսկ եթե անիծողին անիծեմ, դադով բամփասողին ես է շարունակեմ, Աստված չի փառավորվի։ Դրա համար ասում է իմ անունը հիշվել, կհիշվի։ Այսինքն եթե մեկը քեզ անիծի, դու օրհնես, մարդիկ ասեն, «Օ, հավատացյալ է էսի», որ իսկականից սրա Աստվածը կենթանի, արդեն Եհովայի անունը կհիշվի։ Ինչի համար կհիշվի։ Իմ բարի գործերի, իմ Եհովայի պատվիրանը պահելու համար։ Կհիշվի իր անունը։ Ու ասում կգամ այդ ժամանակ եւ քեզ կօրհնեմ։ Եթե մենք սիրելի քուրիս եւ եղբայրը, սիրելի հաստվող, եթե մենք ամեն փորձության ես իրավիճակն է, կյանքը լիա փորձություններով։ Ոչ մեկ թող չփախնի այդ փորձություններից։ Երազիդ մեջ էլ կգա փորձությունը, աշկդ փողոցով էլ անցնի մի հատ ավտոտուն տենաս, էլի փորձությունը կգա։ Միտքդ կգա քեզի։ Ցանկության կամ չգիտեմ մի ուրիշ մտքեր։ Դրա համար ինչ էլ որ կանես, ինչ էլ որ կտենա, եթե դու համարում ես դա Աստվածանից է, Աստվածանից է էդի, դու երբեք մի մեղադրա սրան նրան։ Աստվածանից է, ինչի Աստվածանից, որտեղ Աստված ուզում է քո մեջ փառավորվի։ Ու դու պետք է հաղթահարես դրան։ Եթե հաղթահարում ես, Աստված է փառավորվում։ Եթե այս գիտությունը մենք ունենանք, չենք գայթակղվի, չենք մենք չարություն անի, հավատացեք։ Եթե այդ գիտությունը չունենք, մենք չարությանը չարությունով կհատուցանենք։ Բայց եթե այս հասկացողությունը Սուրբ Հոգից ինձի տրվում է, որ Աստված ուզում է իմ մեջ փառավորվի, հայ, այս մարդը մեղավոր չի, Աստված է իր սրդին կպե, որ բամփասի դադի ինձի կամ ինչ-որ չարախոսի։ Այս մարդը մեղավոր չի, կան աղոտ կանեմ, Տեր, ողորմություն արա, աշկերը բաց արա սրա, ու փառավորվում Աստված արդեն այդ ժամանակի մեջ։ Հիսուսին ամեն տեսակ չարություն արեցին, ամեն տեսակ վատ բան արեցին, թեքեցին վրեն, Աստված էր ինքը, խաչեցին, խաչի վրա մահվան ժամանակ Հիսուսը, Աստված փառավորվավ Հիսուսի մեջ, ինչի համար, ոնց, որտեղ Հիսուսը օրհնեց իրանց, այս հայր չեն հասկանում ինչ են անում, ներա իրանց, այստեղ փառավորվավ հայրը։ Սենց էլ պետք է վարվենք մենք, հիշեք, լավ հիշեք, սա շատ կարևոր է հոգևոր կյանքի մեջ։ 25-րդ խոսքը, եւ եթե ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, այսի մի քիչ առաջ ասեցինք, որտեվ եթե նրա վրա երկաթի գործիքդ բարձրացրեցիր, կպղծես նրան։ Տաշած քարից չշինես, այսինքն դու քո մեջ քեզի չտաշես, չգեղեցկացնես, այդ մասին մի քիչ առաջ խոսեցինք, որտեվ կպղծես ասում, եթե դու քեզ բարձրացնես։ 26-րդ խոսքը, եւ աստիճաններով վեր չելնես իմ սեղանը, որ քո մերկությունը չբացվի նրա վրա։
Եվ աստիճաններով չլնես իմ սեղանի վրա, որ զոհես մատուցանը, իմ մեջ ես խոնարհություն եմ ցույց տալի, մերկությունս ցույց չտամ ասում։ Ես չբարձրացնեմ ինձ Աստծո սեղանի վրա։ Աստիճաններով չբարձրացնեմ, արեստական չբարձրանամ ես սեղանի վրա։ Հենց արեստական բարձրացա իմ մերկությունը կերևա։ Հələ ֆիզիկական նայենք էլի։ Մարդիկ մի քիչ առաջ մելան հետ խոսում էինք այդ մասին, որ նորահավատ ժամանակս հարցնում էի էլի եղբայրներին, մերկությունը խիպտ երևա էլի, որ աստիճաններով բարձրանա զոհը դնելու։ Դե մարմնավոր էինք այդ ժամանակ կարծեմ, պատկերացնեմ։ Եղբայրներն ասում էին ժամանակ հрьяաները յուբկա են հագե, յուբկի պես շոր են հագե, վարտիք չեն հագե, դրա համար ասեց որ մերկությունը կերևա։ Հալավ թող երևա քարի վրա թեկուզ։ Օրինակի համար էլի, որն է դրա ինչ կա։ Աստվածը տենց ուզեց, ոչ սիրելի քուրիս եւ եղբայր, սրա մեջ կա հոգեվոր խորհուրդ։ Եթե դու արեստական ձևով պատրաստած, քո ձեռի պատրաստած աստիճանով բարձրանում ես, որ հասնես Աստծո սեղանին, քո մերկությունը երևալու է։ Մի բարձրացի, որ մերկությունը չերևա, դու ցածր, խոնար, հող ես դու։ Հողեղեն բանի վրա, սեղանի վրա արա քո ընծան, քո զոհաբերությունը։ Մի հասկանալի է, չէ՞ Մելան։ Եթե բարձրացնելով ես տեսար ինչ արեցի, ինչ զոհ արեցի, դա նշանակում է ես աստիճաններով բարձրացա իմ արած զոհասեղանի վրա։ Ես վերևից արդեն տեսա, ես հելա վերև։ Ու իմ մերկությունն երևաց։ Մերկությունն էլ մեղք հասկացողությունն է, որ ասում Ադամն ու Եվան մերկ էին, այսինքն մեղավոր էին։ Հայտության մեջ ասում է սպիտակ հանդերձներ հագեք, որ ձեր մերկությունը չերևա։ Այսինքն քո բարի, արդար, ազնիվ գործերը քո սպիտակ հանդերձներն են։ Ազնիվ, արդար, բարի, սիրո գործեր արա, որ քո մեղքը չերևա, մերկությունը չերևա, ծածկվի քո մերկությունը։ Հավատացյալները միշտ սպիտակ հանդերձներ են հագնում, բարի գործեր են անում, ու իրաց մերկությունը չի երևում։ Իրենք ինչի համար, որտեղ անհավատ մարդիկ ասում են, «Ոյ, էսի հավատացյալ է, սուրբ է էսի»։ Հանգարց մի հատ մերկություն են տենում իր վրա, սխալ, թերություն։ Օ, բայկի հավատացյալ է, մերկությունն է իր։ Դելը սխալ է, իր խի սխալ արեց։ Սենց են իրանք հասկանում ու պատկերացնում։ Սիրելի քուրիս եւ եղբայրս, մեկ ամեքսել այս խոսքերը մի քիչ առաջ որ խոսեցինք, ասեցինք այս մեկնաբանությունները, մի պատկերացրեք, որ էսի 6000 տարի առաջ կամ 5000 տարի առաջ կամ 4000 չգիտեմ քանի տարի առաջ եղել է Եհովա Աստվածը խոսացել է Մովսեսի հետ։ Այսօր էլ այդ նույն խոսքերը խոսում իմ հետ, քո հետ, մեր միջի իմաստության հետ, Մովսեսի հետ, այսինքն, որովհետև ես վերցնում եմ 5 հիմք Աստվածաշնչյան խոսքերը ու ասում է 3 այսօր հավիտյան նույնն է Աստված։ Ժողովուրդն ասում է ինչ որ պետքա լինի, նա վաղուց եղած է։ Հասկանում եք, ասում որ չկա ժամանակ, 3 այսօր հավիտյան չկա, նույնն է։ Աստված նույնն է, ժամանակ չկա։ Մենք ենք երկրի վրա ժամանակը դրել։ Ծառները տնգի ենք դնում, մեծանում, չորանում, վերջանում են։ Մենք ծնվում ենք երեխա, մեծանում, մահանում ենք։ Ամեն ինչը ունի ընթացք։ Մեքենան, թազա մեքենայից առնում, գալիս է մի ժամանակը իր կյանքը ասում են ապրեց այդ մեքենան, վերջ, պետքա մահանա, գերեզմանոց են տանում։ Այդ մեքենային։ Մի խոսքով, էդի մենք ենք երկրի վրա դրել այդ ժամանակը, բայց ասում որ չկա, հավիտենականության մեջ չկա այդ ժամանակը։ Միլիարդավոր դարերը մի վայրկյան ու ակնթարթել չի։ Հավիտենականության հետ համեմատենք։ Մի խոսքով, ունեցեք ձեր մեջ այս խոսքերը, ձեր միջի իմաստությունով, ձեզի միշտ Աստծո առաջին ձեզի միշտ ցածր տեսեք։ Դու մեծ ու բարձր ես Աստծով։ Դու քեզանով ոչինչ ես, այսի մենք պետք է հասկանանք, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Մենա երևի այսքանը ժամանակի առումով Աստվածաշնչի բացատրեցիր, ասեցիր։ Աստծո։ Աստված շատ օրհնի ձեզ, մոտեցավ ավարտին։ Գրեք, զանգեք, ուղեք ձեր հարցերը։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։